Սամվել Կարապետյանը Հայաստանի անկախության առաջի տարիներից, եթե դուք ճշտեք մեր տարածաշրջանի Լորվա բնակիչներից, հարյուրավոր մեքենաներով ես հիշում եմ, որ առաջնային ապահովության միջոցներ էր։ Ես հիշում եմ մեքենաներով Հայաստան էր բերվում սնունդ, Հայաստան էր բերվում պրովիանտ տարբեր, անկախության առաջի տարիներին։ Եվ հիշում եմ, թե ինչ դժվար էր այդ հարյուրավոր մեքենաները անցկացնել Վրաստանով այն ժամանակ, երբ Վրաստանում էր աղքատություն եւ կարիք մեծ, ու հիշում եմ մեծ պատմություններ, թե ինչպես էր Սամվել Կարապետյանը այդ հարյուրավոր մեքենաների ալյուրը, պրովիանտը անցկացնում Հյուսիսային Կովկասով Վրաստանով դեպի Հայաստան եւ բաժանում մարդկանց։ Ես մեծացել եմ այն համայնքում ու մեր համայնքի բնակիչները դա հիշում են։ Խնդրում եմ դուք էլ ճշտեք, դուք էլ կիմանաք այդ մասին։ Աղքատության հաղթահարման մյուս ծրագիրը դա մեր արդյունաբերականացման տնտեսական ծրագիրն է։ Վերջի 5-6 տարվա ընթացքում մենք 7 հատ գործան ենք բացել։ Ստեղծել ենք աշխատատեղեր։ Նոր մեզ կարծիք էին հայտնում, որ ինչու ենք արտաշատում ստեղծել, երասխում կամ ուրիշ տեղեր ինչու ենք ստեղծել։ Տնտեսությունը պետք է աշխատատեղեր ստեղծելով աղքատությունը հաղթահարի, պետական կառավարիչը պետք է տնտեսության ծրագիր անի, որ ավելի ակտիվ լինի։ Եթե ազնիվ լինենք, ստեղծած արդյունաբերական հիմնարկներից նշանակալի մասին պետությունը բավականին ադմինիստրատիվ խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի կայանա դա։ Մենք բարդություններ կռվում ենք շուկայի հետ, արտադրողը Հայաստանում, եւ կռվում է պետական սահմանափակումների հետ։ Պետք է հիշենք, որ տնտեսական միավոր ենք մենք միշտ եղել, տնտեսական գործիչ է Սամվել Կարապետյանը միշտ եղել, եւ վերջի 1 տարվա ընթացքում է նա համաձայնվել ստանձնել քաղաքական պատասխանատվություն վերցնողի դեր։ Սա արդեն երկրի մասշտաբով երկու մեծ փոփոխություններ բերելու դեր է, որը տնտեսականից մի քիչ տարբերվում է, ինչպես դուք գիտեք։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։